Հրապարակը գրում է. թվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 2025-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները։ Սակայն ՔՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ 4 անկլավների վերադարձի հարցն իր ուշադրության կենտրոնում է։ Փաշինյանն արձագանքեց. սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Իրականում սա Տիգրանաշենը զիջելու անոնս է, ինչի արդյունքում վտանգ կառաջանա, որ Վայոց ձորն ու Սյունիքը մի օր կարող են կտրվել Հայաստանից։ Իսկ Արցվաշենի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարավոր չէ բնակեցնել։ Փաշինյանն իհարկե խոստացել էր այդ գործարքն անել 2026-ի ընտրություններից հետո, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշենը հանձնելուց հետո վերարտադրվելու իր շանսերը զրոյանալու են։ Սակայն եթե Բաքվում երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դնեն, հնարավոր է իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա։ Փաստը գրում է. օրերս իր հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան Ղարաբաղից։ Ղարաբաղի կորուստն ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության։ Ուր է Մակրոնը, ուր է Շարլ Միշելը, ով է դրանց տեղը հիշում հիմա, նշել էր նա։ Անդրադառնալով այս թեմային, Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը գրում է. Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին իշխանության են բերվել օտար ուժերի կողմից մի քանի նպատակով։ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ արել են, որ Արցախը հայաթափվի, իսկ Արցախից հետագայում նաև ՀՀ-ից հեռանան ռուսական զորքերը, կարծում են հեղինակները։ Զանգեզուրի միջանցքը դեռ չի բացվել, ինչպես նաև Հայաստանից դուրս չեն բերվել ռուսական զորքերը։ Ալիևն ու Էրդողանն իրենց հերթին ամեն ինչ կանեն Փաշինյանի զրոյական վարկանիշը բարձրացնելու համար։ Օրինակ կբացեն հայ-թուրքական սահմանն ու ընտրությունների նախաշեմին կվերադարձնեն Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, գրում է ալիքն ու հավելում, թե պատահական չէ, որ արևմուտքը լռում է, երբ Փաշինյանը ոստիկանության միջոցով ցրում են դիմության ցույցերը, հալածում է հայ առաքելական եկեղեցում, բանտերն է նետում ընդդիմադիրներին։ Հրապարակը գրում է. Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցի ավարտից 1 ժամ անց Նիկոլ Փաշինյանը սկսեց ստատուսներ գրել։ Մեկ տասնյակից ավել գրառումներից ուշագրավը Արցվաշենի մասին գրածն էր։ Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Արցվաշենը հետ բերելու խրոխտ կարգախոսի տակ իրականում նոր ստրատեգիական տարածքներ հանձնելու, Հայաստանը ծվատելու ծրագիր է թաքնված։ Արցվաշենի աշխարհագրական դիրքը եւ այն, որ դա անկլավ է Ադրբեջանի ներսում, անգամ վերադարձնելու դեպքում հայերն այնտեղ չեն բնակվելու։ Փաստը գրում է. մոտ 20 օր առաջ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը։ Նախագծում նշվում է, որ այս դրույթը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ սեփականատերերի կամ երրորդ անձանց անհիմն անհամաձայնությունը դառնում է խոչընդոտ անձի հաշվառման եւ փաստացի բնակության իրավունքի իրացման համար։ Շատերը վստահ են, որ սա նպատակ ունի ընտրությունների ժամանակ իշխող ուժին հնարավորություն տալ առավել հեշտորեն մարդկանց գրանցել տարբեր հասցեներում։ Թերթը սա մտահոգիչ չէ համարում, առավել եւս եթե հաշվի առնվում, որ առանց դրա էլ տարբեր, հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաճախ են ահազանգեր ստանում մարդկանց տարբեր հասցեներում գրանցելու հետ կապված։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ նոր բունտ է հասունանում։ Ըստ թերթի աղբյուրների, ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ-ՔՊ խմբակցության падգամավոր, ԱԺ-կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Օհանավանցիներից մեկը հրապարակին պատմել է, որ կիրակի օրը կարգալույծ Ստեփան Ասատրյանը Հովհանավանքում կրկին պատարակ է մատուցել, սակայն ինքն իր համար դատարկ վանկում։ Նախորդ 2 շաբաթներին Փաշինյանի վարչական ռեսուրսի շնորհիվ մի քանի 100 մարդ էր մասնակցում։ Այս շաբաթ այդքանն էլ չի եղել։ Օհանավանի վարչական ղեկավար Էդգար Հայրապետյանը թերթին ասել է, որ ինքը չի մասնակցել պատարակին եւ տեղյակ չէ, թե քանի մարդ է մասնակցել։